Շնորհակալություն Հայկ Մամիջանյան։ Սիրելի հայրենակիցներ, նախագահ Սարգսյանի մասնակցության պոդքասթի արձագանքների ժամանակ Փաշինյանի մի քանի կետին պիտի անդրադառնամ։ Մասնավորապես ինքը որի օրդ անգամ ասեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը թոք էր Հայաստանի Հանրապետության վրա։ Հələ մի հատ էլ չբավարարվեց դրանով, որոշեց ռուսերեն գրի «Կառոտկի պավադոկ»։ Հիմա ես մի հարց ունեմ։ Լավ երկար էր, հա, այդ «Կառոտկի պավադոկը», որ այդ դրա արկայության պարագայում մենք սեպա ենք ստորագրում, որը մինչ օրս դուք փորձում եք իրագործել ու առանձնապես դա ձեր մոտ չի ստացվում։ Հետո ինքը ասեց ժողովրդի իրավունքները, պատմական արդարության վերագործարկումը, վերականգնումը նույնպես թոք էին, բայց խնդիրը կայանում է նրանում, որ դրանք երկուսն էլ ձեր բանակցային տերմիններն են։ Իրավունքներ, անվտանգություն, արդարություն, դա դուք եք բերել բանակցային գործընթաց։ Մերը 3 հիմնարար սկզբունքներ ինքնորոշման իրավունքով։ Ավելին ասեմ, ձեր իշխանության ընթացքում մեր բանակցությունների ավարտից տարիներ անց Ռուսաստանի Դաշնությունը, Եմեն, ԱՄՆ-ն, Գերմանիան, Կանադան նույնիսկ այս տարվա օգոստոսին այդ նույն հիմնարար սկզբունքներից ինքնորոշման իրավունքին հղում են կատարել։ Այ դա էր մեր բանակցային ժառանգությունը։ Ավելին ասեմ, մեր բանակցային ժառանգության մասին խոսել են թե Ադրբեջանից 2 անգամ նշելով, որ եթե բանակցությունների հունով գնար, ապա թե Լաչինն ու Քելբաջարը եւ թե իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը եւ թե երկրորդը դրա մասին Փաշինյանն է ինքը ասել գաղտնալսման ընթացքում ասել է որ Ադրբեջանը համակերպվել է որ Լեռնային Ղարաբաղը Արցախը Ադրբեջանի կազմում չի լինելու անդրադառնանք մեկ այլ կարևոր կետի վերջերս մամուլում տարածվեց մի տեղեկատվություն որ Փաշինյանը 18 թվականին խոստացել է կարգավորել գործընթացը իսկ 19-ին ասել է որ իրեն կսպանեն եթե ինքը դա անի Երբ որ դա համադրում ես այն փաստի հետ, որ հոկտեմբերի 19-ին Փաշինյանը չկանգնեցրեց պատերազմը, չարեց անհրաժեշտը պատերազմը կանգնացնելու համար, հետո էլ պատճառաբանեց, որ իրեն դավաճան կհամարեին այդ պարագայում, մենք գալիս ենք մի պարզ եզրակացության։ 2 անգամ Նիկոլ Փաշինյանը մի անգամ իր կաշին, մյուս անգամ իր կաշվե աթոռը փրկելու համար մատաղ է արել մեր զինվոր տղերքի կյանքերը։ Ոստեղ այլ քննարկման տարբերակ չկա։ Վերջում անդրադառնամ 2 ԿՊԱ-կանի ելույթների։ Մեկը Ռուբինյանի այսօրվա բրիֆինգի ժամանակ ասված մտքին, որը փորձում էր մեղադրել Արցախի վերջին իշխանություններին Արցախի հանձնման մեջ, մի հատ կողմնորոշվեք էլի իրար մեջ, եթե Արցախում 10 օր իշխանության եղած իշխանություններն են պատասխանատու Արցախի հանձնման համար, բա դուք որ այդ ժամանակ 5 տարի է Հայաստանում իշխանություն էիք, այդ ոնց է որ մեղքը գցում եք նախկինների վրա։ Մի քիչ հակասություն չկա ձեր ասածների մեջ։ Երկրորդը Տիկին Պալյանի ասածը։ Տիկին Պալյան, միտքը ավարտե։ Երկրորդը Տիկին Պալյանի ասածը, ով, բայց Աշոտյանի շնորհավորանքը գողացած ու Կարեն Սարուխանյանին տված մարդը Աշոտյանից խոսելու իրավունք չունի։ Ռուբեն Ռուբինյան Պարոն Մամիջյան, շատ կարճ հատուկ անդրադառնամ ձեր ասածներին։ Նախ ասում եք, դե ինչպես միշտ դուք միշտ գնում եք, չէ՞։ Բայց ոչինչ, ես կխոսեմ ձեր հոգու հետ կխոսեմ ես։ Ուրեմն նախ պարոն Մամիջյանը ասում է, եթե դուք Լեռնային Ղարաբաղում նոր իշխանությանը, որը մի քանի օր էր իշխանությանը մեղադրում եք Լեռնային Ղարաբաղի այդ վատ ճակատագրի մեջ, բա ինչի ձեզ չեք մեղադրում։ Ես ուրիշ հակառակ տրամաբանությամբ հարցը տամ։ Եթե ըստ ձեզ Լեռնային Ղարաբաղի նոր իշխանությունները ինչ անեին, նոր էին իշխանության եղել, հետևաբար իրանք պատասխանատու չեն։ Բա ինչ եք մեզ մեղադրում, ձեր 30 տարի կառավարելուց հետո մենք 1.5 տարի ենք իշխանության։ Ինչ եք մեզ մեղադրում 44 օրյա պատերազմի հետ կապված որևէ բանի հետ։ Երկրորդը, եկեք կողմնորոշվենք, էլի, Ադրբեջանի արտգործ նախարարների ասածները Հայաստանի ներքաղաքական դաշտում օգտագործելը նորմալ պրակտիկա է, թե չէ, որտեղ եթե պարզվի որ նորմալ պրակտիկա է,
Հիմա ես էլ կարող եմ մեջբերել Ադրբեջանի նախկին արտգործնախարարի ասածը, որ ասաց, որ Ադրբեջանը հասկացավ, որ պետք է պատերազմ, որ այսինքն խաղաղ ճանապարհով խնդիրը չի լուծվի եւ պետք է խնդիրը պատերազմով լուծել Ռամբույեի հանդիպումից հետո 2004 թվական, եթե չեմ սխալվում։ Կամ ասեց, որ այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը Ալիևի այդ հանդիպման ընթացքում ասել է կներեք, ես պիտի զուգարան գնամ եւ փախելա։ Բայց ես աննորմալ չեմ դա բերեմ մեր ներքաղաքական դաշտում որպես փաստարկ օգտագործեմ, որտեղ ես չգիտեմ ինքը ճիշտ է ասում թե սուտ է ասում, որտեղ այլ երկրի ներկայացուցիչ է, որը այսքան տարի թշնամության մեջ է մեր այդտեղը։ Ես ինչ բռնեմ իրանց ասածները բերեմ ստեղ որպես փաստարկ ներկայացնեմ։ Եվ նույնիսկ եթե ճիշտ է կապ չունի, ես ոնց կարող եմ ինչ Ադրբեջանի, որևէ պաշտոնյայի ասած օգտագործեմ իմ համակարգացու հետ։ Նույնիսկ եթե այդ համակարգացին ոչ բարով Ռոբերտ Քոչարյանն է կամ Սերժ Սարգսյանն է։ Այ քեզ բան։ Հաջորդը թոկերի եւ կարոտկի պավադոկների մասին։ Պարոն Մամիջյանը, որը նոր դուրս եկավ դալիճից, ենթադրաբար արդեն իր կաբինետ է հասնում, զուտ աշխարհագրորեն, որ ես մտածում եմ, իր կաբինետ պետք է հասնելուց լինի, հուսով եմ արդեն ռադիոն կմիացնի եւ կլսի։ Ասում է, բա ո՞նց ենք ստեպ ստորագրել։ Իսկ ի՞նչ եք ստեպ ստորագրել։ Կարող է, որովհետեւ չկարողացաք ասոցիացիան համաձայնագիր ստորագրեք Եվրամիության հետ, որովհետեւ Սերժ Սարգսյանն մի օր, ասենք 2013 թվականի սեպտեմբերին, կանչեցին, ասին, չէ, դու դա չես ստորագրելու, ինքն էլ ասեց, լավ։ Թարգմանաբար եմ լավ ասում, էլի, այլ լեզվով ասեց։ Կարող է դա պատճառը։ Նես որ ես խորհուրդ եմ տալիս ընդհանրապես ելույթ ունենալուց առաջ մի փոքր մտածել, շնորհակալություն։ Արթուր Խաչատրյան